Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է 1 ամերիկացի զինծառայող, ևս մեկը թեթև վիրավորվել է եւ բուժում է ստանում։ Ավելի վաղ հաստատվել էր նաեւ, որ Հորդանանում Թեհրանի իրականացրած հարձակումների ժամանակ պաշտպանական գործողությունների ընթացքում զոհվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 2 զինծառայող, ևս մեկի ինքնությունը դեռևս ճշտվում է։ Reuters-ի փոխանցմամբ հակամարտության սկզբից ի վեր զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 17-ի, վիրավորները գերազանցել են 420-ը։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքի մասին, նշելով, որ գործողությունների նպատակն է թուլացնել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու Իրանի հնարավորությունները։ Ըստ հաղորդագրության թիրախավորվել են ռազմական հրամանատարական կենտրոններ, հակաօդային պաշտպանության եւ ափամերձ դիտարկման կայաններ, ռազմածովային ենթակառուցվածքներ, հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի կայանքներ, նաեւ կապի ցանցեր։ Իրանական 19 գործակալության տվյալներով Ամերիկայի Միացյալ Նահանգները հրթիռային հարվածներ է հասցրել Թավրիզին, Չաբահարին, Բանդար Մաշահրին եւ Բանդար Իմամ Խամեյնիին։ Իր հերթին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Սիրիայի Ալ-Թանֆ շրջանում աֆրիկյան հատուկ գործողությունների շտաբին, նաեւ Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական օդանավերին հասցված հարվածների մասին։ Իրանական Ֆարս գործակալության փոխանցմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ հարվածել է Իրանում կառուցվող նոր ատոմակայանին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ իրականացրել է Իրանի դեմ հարվածների հերթական փուլը։ Ըստ հաղորդագրության թիրախավորվել են հակաօդային պաշտպանության եւ ափային դիտարկման օբյեկտներ, ռազմածովային հնարավորություններ, նաեւ հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի արձակման դիրքեր։ Հարվածների ընթացքում պայթյուններ են գրանցվել Սիրիկում, Բանդար Աբասում եւ Քեշմ կղզում։ Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Աքաբայի օդանավակայանում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի C-17 ռազմատրանսպորտային եւ P-8 հետախուզական ինքնաթիռներին։ Ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Դնեպրոպետրովսկի մարզի Վոլնոյե բնակավայրի նկատմամբ։ Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ ռուսական գիշերային հարվածների հետևանքով ամբողջությամբ այրվել է երկրի խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկը։ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում գտնվող նավթաբազային։ Հարձակման հետևանքով Միխայլովսկ քաղաքի վառելիքի պահեստում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել են Պոդոլսկում գտնվող Վայլդբերիսի խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկը եւ նավթամբար։ Հրդեհ է բռնկվել նաեւ Դոմոդեդովայի Յուժնիե Վորոտա արդյունաբերական պարկում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զինված ուժերը Գերան 4 Սեկեր հրթիռով հարվածել են Ուկրաինայի Չեռնոգովի մարզում գտնվող լոգիստիկ կենտրոնին։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պնդմամբ այդ օբյեկտն օգտագործվում էր ռազմական պարագաների մատակարարումն ապահովելու համար։ Իսպանիայում շարունակվող անտառային հրդեհների հետևանքով երկրի 2 նահանգներում արդեն այրվել է ավելի քան 24000 հեկտար տարածք։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ կրակի արագ տարածմանը նպաստում են բարձր ջերմաստիճանն ու շոգ եղանակը։ Հրդեհի պատճառով տարհանվել են մի քանի 100 բնակիչներ։ Կրակը բռնկվել է անտառապատ լեռնային հատվածում, որը համարվում է վտանգված կենդանատեսակների, այդ թվում արծիվների, գայլերի եւ թիթեռների բնական բնակավայր։ Միաժամանակ Իսպանիայի հյուսիս-արևելքում Սարագոսայի մերձակայքում շարունակվում է ակտիվ մնալ մեկ այլ խոշոր հրդեհ, որն արդեն ոչնչացրել է գրեթե 16000 հեկտար տարածք։ Նախնական տվյալներով երկու հրդեհների հետևանքով մարդկային զոհեր չեն գրանցվել։ Հորդառատ անձրևների հետևանքով Նյու Յորքի մի շարք փողոցներ ջրի տակ են անցել։ Տեղական ծառայություններն աշխատում են հեղեղված հատվածներում, իսկ վարորդներին ու բնակիչներին հորդորել են խուսափել ջրածածկ ճանապարհներից։ Աշխարհի առաջնության 2026 թվականի եզրափակչում Արգենտինայի պարտությունից հետո Բուենոս Այրեսում անկարգություններ են տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 15 մարդու, իսկ իրավապահների շրջանում 7 վիրավոր կա։
Ադրբեջանի Ազերսիլահ պաշտպանական արդյունաբերական հոլդինգի փորձարկման հրապարակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության հրդեհը մարվել է արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայության կողմից։ Միջադեպի հետևանքով տուժածներ չեն եղել, իսկ հրդեհի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է իրականացվում։